Եթե սիրում եք հյութալի միսը խրխրթան լավաշով, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այսօր պատրաստելու ենք լավաշով խորոված, շատ պարզ, հեշտ և համեղ տարբերակով։ Այս տարբերակով պատրաստված լավաշով խորովածը շատ համեղ և լավ է ստացվում։ Միսը մնում է հյութեղ, իսկ լավաշը խրխրթան։ Մեզ պետք է տավարի կամ հավի աղացած միս։ Ես պատրաստել եմ հավի աղացած մսով։ Բլենդերի տարայի մեջ լցնում ենք սոխը, սխտորը, բուլղարական 1 պղպեղ, ցանկալի է կարմիր գույնի, կանաչիների ցամեմ մաղադանուս և բոլորը միասին բլենդում ենք, կամ կարող եք այս ամենը մանր կտրատել։ Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Համեմում ենք մեր սիրելի համեմունքներով։ Ես համեմել եմ աղով, սև և կարմիր պղպեղներով, հալեպի պղպեղով և չոր աջիկայով։ Լավ խառնում ենք և դնում մի կողմ։ Թողնում ենք մի քանի րոպե համերը միախառնվեն։ Քեչով անցկացնում ենք նաև հալվող տեսակի պանիրը։ Մեզ պետք է նաև լավաշ, որը կտրում ենք մեր նախընտրած չափով։ Լավաշի վրա դնում ենք խճողակը և հավասարաչափ տարածում ենք։ Վրան լցնում ենք քերած պանիրը և դնում ենք հաջորդ լավաշը։ Նույն գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև բոլոր բաղադրիչները վերջանան։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Խճողակը շատ հաստ շերտով չենք քսում, բավական է միայն բարակ շերտով տարածելը։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակկոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Իմ ալիքում կգտնեք նաև նմանատիպ ուտեստների մի քանի բաղադրատոմս։ Հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Ընտրում ենք մեր նախընտրելի բարձրությունը և կտրատում ենք այսպիսի շերտերի։ Ես մի փոքր լայն էի վերցրել, այսպես մի փոքր դժվար ստացվեց, կարող եք ավելի նեղ վերցնել շերտերը։ Դասավորում ենք այսպես իրար վրա, թեքում ենք կողքի և արդեն շամփուրի կամ փայտիկների օգնությամբ ամրացնում ենք։ Թեքում ենք և այսպես իրարից հեռավորության վրա ամրացնում ենք շամփուրներով, որից հետո մեջտեղի հատվածից կտրում ենք։ Եվ այսպես դառնում են առանձին կտորներ։ Դասավորում ենք ջեռոցի տապակի մեջ և տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփում ենք 200 աստիճանի տակ մոտավորապես 25-ից 30 րոպե։ Ասեմ, որ շամփուրներով ջեռոցում այդքան էլ հարմար չէր պատրաստելը, ավելի հարմար է փայտիկներով տարբերակը։ Այսպես կարող եք պատրաստել մաղալի վրա։ Մինչ մեր խորովածը պատրաստվում է, պատրաստում ենք նաև համեղ թանձրուկ, որի համար մեզ պետք է կետչուպ, մայոնեզ, սխտոր և մի փոքր չորացած ռեհան, կամ պատրաստեք այն թանձրուկը, որը դուք նախընտրում եք։ Ահա և մեր համեղ լավաշով խորովածը պատրաստ է։ Վրան քսում ենք թանձրուկը և նորից տեղափոխում ենք ջեռոց, մոտավորապես 4-ից 5 րոպե։ Կարող եք նաև չտեղափոխել, հենց այսպես էլ թողնել։ Ահա և մեր համեղ տարբերվող լավաշով խորովածը արդեն պատրաստ է։ Մի փոքր զարդարում ենք նաև կանաչիներով և արդեն մատուցում ենք։ Հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Այսօր էլ այսքանն էի պատրաստել ձեզ համար։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։